Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Պարոն Խանդանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Պարոն Խանդանյան, մի շարք հարցեր կան, ակտուալ, որ կուզենայինք այսօր անդրադառնալ այդ հարցերին, սակայն հիմնականում դրանք արտաքին քաղաքականություն են վերաբերում, սակայն մինչ այդ բավականին ռեզոնանսային թեմա կա այս օրերին եկեղեցականների նկատմամբ քրեական հետապնդման մասով ուզում եի հարցնել, ամեն դեպքում ինչքան էլ մենք խոսենք իրավական ասպեկտների մասին, այդ գործերի, աչքի է ընկնում այն փաստը, որ այս քրեական գործերը, այս քրեական հետապնդումը տեղի է ունենում մի քանի օր հետո, այն բանից հետո, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Փաշազադեն հերթական հայտարարություններն է հնչեցրել առաքելական եկեղեցու հասցեին, մեղադրելով եկեղեցուն, հայ եկեղեցուն, որ այն խանգարում է կողմերի միջև խաղաղության գործընթացին, այս զուգադիպությունը ինչով կարելի է բացատրել, չի խանգարում այդ զուգադիպությունը արդյոք այս հարցի օբյեկտիվ եւ adekvat վերլուծության եւ ընկալմանը։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրականում այդ գործի ընթացքին, որը քննչական կոմիտեում, եթե չեմ սխալվում, այդ քրեական հետապնդում է հարուցվել, ծանոթ եմ այնքանով, որքանով երևի եւ դուք մամուլից եւ պետական գերատեսչությունների տարածած հաղորդագրություններից, իսկ այդ համընկումը կամ զուգադիպությունը, որի մասին նշեցիք, ինձ թվում է դա զավեշտալի է, ընդհանրապես չեմ կարողանում երևակայել, որ նման բան կարող էր որևէ պարագայում լինել, այդ հայտարարություններին, որը ըստ էության որոշառում են, որ քաղաքական կոմպոնենտ է մեջ պարունակում, պետք է քաղաքական պատասխաններ տրվեն եւ ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին որպես շատ կարևոր արժեք Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ նրա գործունեությունը դա ներհայաստանյան գործ է եւ որևէ մեկի գործը չէ մեկնաբանել Հայաստանի հայ առաքելական եկեղեցու որևէ գործունեություն դա դուր գա մեզ կամ դուր չգա մյուսներին եւ այլն իսկ ինչ վերաբերվում է այդ արագածոտնի թեմի եթե չեմ սխալվում հոգեվոր հայրերի նկատմամբ հարուցված քրեական գործին կամ այդ ընդհանուր իրավական process-ին ես կրկին կարծում քաղաքական գործիչները չպիտի դրա վերաբերյալ մեկնաբանություններ եւ կարծիքներ հայտնեն իրավական գործընթաց է դատախազությունը քննչական կոմիտեն քննում են գործը եթե բավարար ապացույցներ լինի կգնա դատան եւ դատանը համապատասխան որոշումներ կկայացնի ես կարծում եմ դա դրան պետքա վերաբերվել նույն էմոցիայով եւ նույն փաստարկներով, ինչով որ վերաբերում ենք այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման գործերով, ես կարծում եմ, այստեղ դրան տալ քաղաքական աստար, այն էլ միջազգային տարածաշրջանային քաղաքական աստար անթույլատրելի է եւ այդ զուգադիպությունը իրականում ես սոցիալական ցանցում չէի տեսել, որ նման բան են անում, հա, համեմատական են անցկացնում, դա կրկնում եմ զավեշտալի է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք համարում եք Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից նման հայտարարությունները կամ առասարակ ցանկացած այլ պաշտոնյայի հայտարարությունները հայ առաքելական եկեղեցու հասցեին ադրբեջանցի պաշտոնյաների միջամտություն մեր ներքին գործերին։ Եթե հաշվառենք, որ դա մեր ներհայաստանյան կառույց է, ներհայաստանյան արժեք է, որ դա մեր այսինքն Հայաստանում հնչած հայտարարությունները Հայաստանի ներսում գործող կառույցների, ոչ միայն պետական կառույցների, այլ նաև հասարակական կազմակերպությունների եւ այլն, այն էլ հայ առաքելական եկեղեցու, դրանք մեր ներքին հարցերն են եւ չպետք է խառնվել այդ ներքին հարցերին։ Այդ դեպքում ինչու պաշտոնական Երևանը որևէ կերպ այդ հայտարարությունը պաշտոնական Երևանը այդ խնդիրը նաև հասցեագրել է խաղաղության համաձայնագրում, եթե ծանոթ եք խաղաղության համաձայնագրին, այնտեղ նշված է, որ ներքին գործերին միջամտելը կողմերը չեն պատրաստվում միջամտել միմյանց ներքին գործերին եւ խաղաղության պայմանագրի վավերացմամբ ես կարծում եմ նաեւ այս հարցի լուծումը կտրվի դրա համար է Հայաստանը ուզում որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եւ վավերացվի։
Շատ լավ, գանք մեր արտաքին քաղաքական խնդիրներին, վերջերս Շարմ el-Շեյխում տեղի ունեցավ խաղաղության այդ գագաթնաժողով, որտեղ իթևս այլ երկրների առաջնորդներ հրավիրված են նաև Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը։ Ի վերջո մեր մասնակցությունը այդտեղ ինչ նպատակ էր հետապնդում, ինչ խնդիր մենք լուծեցինք եւ ինչ արդյունքների մասին այս փուլում գոնե կարող ենք խոսել։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը այս գագաթնաժողովին ցուցիչ է Հայաստանի Հանրապետության միջազգային կշռի եւ դերակատարության աճի եւ շատ կարեւոր է որ հատկապես խաղաղության միտված այս նախաձեռնություններում եւ մասնավորապես այս գագաթնաժողովին Հայաստանը Միացյալ Նահանգների եւ Եգիպտոսի նախագահներից հրավեր էր ստացել մասնակցելու եւ սա իհարկե արդյունքն է մեր տարածաշրջանի խաղաղության գործընթացի սա արդյունք է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների որովհետեւ Երբ հիմա կարող ենք հստակ փաստել, երբ որ կա խաղաղություն, հաստատված է խաղաղություն, Հայաստանի համար միջազգային հարաբերություններում արտաքին քաղաքականության մեջ շատ ավելի լայն դաշտ է բացվում համագործակցության եւ հարաբերությունների զարգացման, այդ թվում նաեւ բազմակողմ հարթակներում եւ ներգրավելու այլ տարածաշրջաններում քննարկումներին եւ հարցերի լուծմանը եւ Մերձավոր Արևելյան տարածաշրջանը Հայաստանի համար շատ հեռու տարածաշրջան չէ, մեր հարևան տարածաշրջանն է եւ Հայաստանը բնականաբար հետաքրքրված է որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի եւ հատկապես Գազայի հատվածում տիրող իրավիճակը հանգուցալուծվի։ Այնտեղ տեղի ունեցավ երկու երկրների ղեկավարների այսպես ոտքի վրա շփումը, հետո թե արտգործնախարար Միրզոյանը եւ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը առիթունեցան անդրադառնալու այդ հանդիպման որոշ միջանկյալ արդյունքներին նաեւ անդրադարձ եղել հիմնականում գերիների վերադարձի համատեքստում իսկապես կա այդ հնարավորությունը կա իսկապես կառուցողական քննարկում մեր հայրենակիցների վերադարձի եւ եթե տեղեկացված եք ինչ այլ հարցեր կարող էին հասցնել քննարկել այդ հանդիպման ժամանակ Գերիների եւ պահվող անձանց հարցը մշտապես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում է եւ հատկապես Ադրբեջանի հետ երկկողմ շփումների ընթացքում այդ հարցը մշտապես Հայաստանի կառավարության կողմից բարձրացվում է նաեւ խորհրդարանականների կողմից տարբեր հարթակներում ես Ձեռնպակը մնամ այսինքն հղում կանեմ վարչապետի եւ արտգործնախարարի ասածների վրա ես կարծում եմ որ հնարավոր է այսինքն քանի որ կա խոսակցությունը անընդհատ շարունակվում է այս խոսակցությունը պետք է ակնկալել որոշակի արդյունքներ բնականաբար եւ ես հույս ունեմ որ այդ արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն որովհետեւ այդ հումանիտար հարցը պետք է ի վերջո լուծում ստանա եւ սա մեր օրակարգի կարևորագույն հարցերից է ես կարծում եմ նաեւ քննարկվող այլ հարցերը որոնք այս վերջի շրջանի շփումներում կան 2 օգոստոսի 8-ից հետո արդեն երկրների ղեկավարների մակարդակով թե չեմ սխալվում երրորդ 3 անգամ հոկտեմբերին են հանդիպել եւ 1 անգամ Չինաստանում ՇՀԿ-ի շրջանակներում եւ այս շփումների ընթացքում նաեւ քննարկումները ծավալում են վստահության համապնդման միջոցառումների վերաբերյալ որովհետեւ ակնհայտորեն մենք իհարկե արձանագրում ենք որ խաղաղությունը հաստատված է բայց իհարկե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա վստահության բավականին մեծ ճեղքվածք եւ այդ ճեղքվածքը պետք է լրացնել մի շարք միջոցառումներով այդ թվում եւ հումանիտար հարցերը հասցեագրելով Պարոն Խանդանյան այդ խնդրահարույց կետերից մեկը Զանգեզուրի միջանցք այսպես կոչված այդ եզրույթն է եւ այստեղ սեպտեմբերին մենք գիտենք ՄԱԿ-ի ամբիոնից քննարկումները որ վարչապետը Ալիևից որոշակի պարզաբանում, պահանջեց կամ կոչ արեց պարզաբանել, թե ինչ է նշանակում այդ եզրույթը։ Հետո տեղի ունեցավ Կոպենհագենի հանդիպումը, դրանից հետո այսօրերին վարչապետը հայտարարում է, որ այդ հարցը այլևս հանվել է։ Այսինքն Կոպենհագենից հետո թե Երևանը եւ թե Բաքուն պաշտոնական հայտարարությունների մեջ նշում են Թրամփի ուղին։ Սակայն ամեն դեպքում ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթի մեջ դեռ այդ բառակապակցությունը կա եւ նրանք կարծես թե այլ կերպ են ընկալում։ Հիմա այստեղ հանրությունը ուզում է հասկանալ
իսկապես այդ ըմբռնումը կա, որ այլևս արտատարածքային միջանցք չի լինելու, եւ եթե կա այդ ըմբռնումը, ինչ է այդ դեպքում Ալիևը եւ նրա ենթակաները շարունակում են նույն եզրույթն օգտագործել։ Գուցե այնքան էլ մենք չենք կարողանում այս հարցի շուրջ պայմանավորվել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգում այդ հարցը, այդ ոչ միայն այդ ըմբռնումը կա, որ միջանցք չի լինելու արտատարածքային, որը Հայաստանի կարմիր գծերից էր եւ Հայաստանը բազմիցս խոսել է այս մասին եւ բանակցություններ են բարձրացրել, այլ նաեւ կա դրա արձանագրումը։ Եվ այդ արձանագրման տակ կա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունը։ Խոսքը օգոստոսի 8-ի հռչակագրի մասին է։ Եվ այստեղ ոչ միայն անվան մասին է հարցը, որ Թրամփի ուղի հանուն միջազգային զարգացման եւ բարեկեցության, այլ սկզբունքները, որոնք նշված են այդ հռչակագրում, իսկ այդ սկզբունքները ճիշտ հակառակի մասին են, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապվելու է Հայաստանի իրավազորության շրջանակներում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա եւ ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։ Այս բառերը շատ կարևոր եւ անկյունակարային են այս իրավիճակում։ Իհարկե կարող են լինել հայտարարություններ, բայց այդ հայտարարությունները եւ տարբեր ընկալումներ տարբեր պաշտոնյաների եւ հանրային գործիչների մոտ, բայց մենք պետք է հողում կատարենք այն բոլոր փաստաթղթերին եւ դրանցում արտահայտված սկզբունքներին, որոնք գոյություն ունեն։ Եվ դա այս իմ ասածը օգոստոսի 8-ի հռչակագիրը եւս մեկ անգամ ամրապնդվեց Կոպենհագենում տեղի ունեցած երկկողմ հանդիպման արդյունքով հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է Հայաստանի տարածքով անցող TRIP նախագիծը։ Այդ դեպքում տեսեք, եւ թե փաստաթղթի մեջ, եւ թե ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթում կա մի հասկացություն, որ պետք է այդ Ադրբեջանի եւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի միջև այդ հաղորդակցությունը լինի անխոչնդոտ։ Այդ դեպքում ո՞րն է այդ անխոչնդոտ հաղորդակցությունը։ Մենք էլ ենք համաձայն, որ այդ եւ դրա տակ ստորագրություն կա նաեւ հռչակագրում, նաեւ անխոչնդոտ բառը կա եւ մենք էլ ենք համաձայն, որ այդ անցումը լինի անխոչնդոտ, բայց անխոչնդոտ Բայց գուցե մեր անխոչնդոտ մեր ասածն ու նրանց ասածը տարբեր է։ Իրենցը չկա, կա միջազգային պրակտիկայում եւ միջազգային հաղորդակցությունների վերաբերյալ միջազգային փաստաթղթերում կան բազմաթիվ օրինակներ, երբ որ նշվում է, որ այդ անցումը կամ ուղին պետք է լինի անխոչնդոտ։ Անխոչնդոտ նշանակում է, որ Հայաստանը խոչնդոտներ չի ստեղծելու, որպեսզի ադրբեջանական բեռնատարները, մեքենաները կամ այլ ենթակառուցվածքներ անցնեն Հայաստանի տարածքում, բայց անխոչնդոտ չի նշանակում, որ առանց ստուգումների լինելու, առանց մաքսային հսկողության, առանց սահմանային եւ անձնագրային հսկողության, որովհետեւ այդ նույն բարբերության մեջ նաև նշվում է, որ այդ ենթակառուցվածքները բացվում են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության շրջանակներում, եւ իրավազորություն նշանակում է այս բոլոր ստուգումների արկայությունը, բայց նաև բազմակողմ հարթակներ, մասնավորապես ԱՊՀ հարթակ, ԱՊՀ ստորագրված փաստաթղթերից մեկում եւս կողմերը, այսինքն ԱՊՀ անդամ երկրները, այդ թվում եւ Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորված են միմյանց համար ապահովել անխոչնդոտ հաղորդակցության հնարավորություն, բայց դա չի նշանակում, չէ՞, որ Ադրբեջանից դեպի Ռուսաստան բեռնատարներ են անցնում կամ երկաթուղի անցնում, բնականաբար սահմանային հսկողությունն իրականացվում է։ Իմիջիայլոց իսկ երասխից դեպի Մեղրի, եթե մենք ուզենանք Նախիջևանի տարածքով գնալ, այդ պարագայում որ կարգավորումներ գործել։ Կա ըմբռնում այս բանը։ Կրկին հռչակագրի տեքստին հաղում անելով այնտեղ ասում է, որ Հայաստանը երկկողմ միջպետական, ներպետական եւ ուրեմն միջազգային հաղորդակցություն պետք է ունենա փոխադարձ առավելություններ եւ մեր ըմբռնումը եւս այն է, որ այն ռեժիմը, որը պետք է գործի Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան անցման, Հայաստանի տարածքից երասխից դեպի Մեղրի անցման համար Հայաստանը եւս պիտի ունենա նմանատիպ ռեժիմ։ Այդ ռեժիմը իհարկե բազմիցս է նշել, կարող է լինել շատ հեշտացված, տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ եւ այլն, բայց հռչակագրի տառը եւ ոգին դա է թելադրում, որ բայց մենք վստահ ենք, որ Բաքուն այդ հռչակագրի տառով եւ ոգով կառաջնորդի չէ, որ նրանք բազմիցս ապացուցել են, որ
թղթից դուրս նրանք հողի վրա կարող են լիքը այլ խնդիրներ ստեղծել նրանց։ Ես կարծում եմ դրա այդ ուրեմն տեխնիկական մոդելների շուրջ դեռ պետք է բանակցություններ ընթանան եւ հասկանանք թե ինչպես ենք պատրաստվում դա իրականացնել եւ այստեղ նաեւ կա Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների պարագայում կա ամերիկյան նաեւ որոշակի ներկայության գործոն նաեւ այս հարցերը պետք է ամերիկյան կողմի հետ բանակցվեն բայց ես կարծում եմ որ ամբողջ տրամաբանությունն է որ տարածաշրջանը պետք է բացվի եւ այդ հաղորդակցությունները լինեն հնարավորինս արագ եւ անխոչնդոտ, որովհետեւ դա բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից, դա բխում է արևելքից արևմուտք բոլորի շահերից, որովհետեւ հիմա բոլորը փնտրում են հաղորդակցության նոր ուղիներ, որպեսզի իրենց ապրանքները եւ ավելի շուտ հասցնեն օրինակ Չինաստանից դեպի Եվրոպական միություն։ Եվ այս առումով ըստ ում մենք էլ պիտի մի քիչ ավելի շատ շտապենք, որպեսզի հնարավորինս արագ եւ արդյունավետ արդյունքներ գրանցենք այս ուղղությամբ։ Ինչպես հայտնի է արդեն Ադրբեջանի սահմանազատման հաջորդ հատվածները լինելու են հենց այդ նույն հատվածները, որտեղով պետք է Թրամփի ուղին անցնի։ Մոտավոր ժամկետներ, ընթացակարգեր տեղյակ եք, ինչպես եւ երբ որ կա հաղորդակցություն հանձնաժողովների ղեկավարների միջև, հիշում եք նաեւ որ տեղի ունեցավ հանդիպումներ եղել են Հայաստանի տարածքում եւ Ադրբեջանի տարածքում ուսումնասիրել են հանձնաժողովները թե առաջիկայում երբ կլինի հետ հաջորդ հանդիպումը եւ երբ կսկսվի աշխատանքները չեմ կարող ասել հիմա կարծես թե օրացույցում այդ օրը նշված չէ բայց իսկապես տրամաբանական է որ հնարավորինս շուտ այդ հատվածները սահմանազատվեն որպեսզի հետագայում կառուցապատման ընթացքում տեխնիկական խնդիրներ չկա։ Պարոն Խանդարյան, չկա վտանգ, որ այդ հատվածներում եւս ստիպված կլինենք գնալ որոշակի տարածքային զիջումների, ինչպես օրինակ Տավուշում անցած տարի որոշ Հայաստանի Հանրապետությունը Տավուշի մարզի սահմանազատման ընթացքում որևէ տարածքային զիջման չի գնացել եւ Հայաստան այն քարտեզներով արկա, որոնք արտացոլել են խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի ադմինիստրատիվ սահմանը, որը բխում է Ալմատայի հռչակագրից նաեւ, դա ամբողջությամբ արտացոլված է այդ հատվածի սահմանազատման ընթացքում։ Փաստացի այլ հարց է։ Իսկ այդ հատվածում կարծում եմ նույն տրամաբանությունն է գործելու եւ այդ հատվածում որոշակի 20 թվականի պատերազմից հետո արդեն որոշակի ինչ որ աշխատանք տարվել է, բայց իհարկե դա բավարար չէ, պետք է մասնագիտական հանձնաժողովները կոնկրետ սահմանազատում իրականացնեն։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ մենք գիտենք 20 թվականից այդ գործընթացից հետո Գորիս-Կապան այն առաջվա այն ժամանակվա գործող ճանապարհը հետագա իրադարձությունների հետևանքով մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ եւ մենք ստիպված եղանք այլ ճանապարհներ կառուցել։ Հիմա այստեղ եւս եթե այդ գործընթացը տեղի ունենա, կա երաշխիք, որ մենք որևէ նոր ենթակառուցվածքներ չենք կորցնի։ Ես այդտեղ ենթակառուցվածքներ նոր պիտի կառուցվեն իրականում, կորցնելու մասին խոսք լինել չի կարող, բայց նաև այդ կրկին բոլոր հարցերը այդ սկզբունքների թե ինչա գրված թղթերի մեջ եւ ինչա պատկերված քարտեզներում, ինչ կոորդինատներ են եւ այլն, դրա հիման վրա անհիմն որևէ բան սահմանազատման process-ում չի կարող տեղի ունենալ եւ կա նաեւ կանոնակարգ, որը վավերացված է երկու երկրների կողմից եւ այդ հանձնաժողովները եւ կողմերը Հայաստանի եւ Ադրբեջանը դրանից դուրս որևէ այլ գործողություն չեն կարող անել։ Այն ինչ կա բոլոր քարտեզներում, որոնք փոխադարձաբար ընդունելի են եւ հաստատված են եւ իրավական ուժ ունեն, դա էլ կարտացոլվի նաեւ այդ հատվածում, բայց ես այդ հատվածում պրակտիկորեն չեմ պատկերացնում, որ ինչ որ մեծ տեղաշարժեր են տեղի ունենալու դիրքերի կամ բաների, հա, ենթակառուցվածքների առավել եւս։ Շատ լավ։ Նոյեմբերին նախատեսում է ձեր եւ մի շարք այլ ձեր գործընկերների այցը Թուրքիա, ԵՀԿ խորհրդարանական վիայժողովի գագաթնաժողովի մասնակցելու, ինչ հանդիպումներ են նախատեսված դրա շրջանակներում։ Մի քիչ մանրամասներ կբացեք։ Աշնանային նստաշրջանն է ԵՀԿ խորհրդարանական վիայժողովի եւ այս տարի այն անցկացվելու է Թուրքիայում։ Կարող եմ հիշեցնել, որ 2 տարի առաջ այն Երևանում էր տեղի ունենում եւ սա աշխարհի ամենամեծ տարածաշրջանային խորհրդարանական հարթակն է, այստեղ շուրջ 300 պատգամավորներ են մասնակցում սովորաբար այս միջոցառումներին եւ ամեն տարի որոշակի թեմաներով է լինում աշնանային նստաշրջանը
Այս տարի եւս վերաբերում է խաղաղությանը, տարածաշրջանային համագործակցությանը եւ այլն։ Այս պահին դեռ երկկողմ հանդիպումների մասին շատ ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետեւ դրանք դեռ ընթացքում են քննարկումների փուլում են, բայց նաեւ պիտի նշեմ, որ այս հարթակներում ես նկատում եմ, որ մեր երկրի դերը շարունակաբար բարձրանում է, որովհետև ինչպես է դա դրսևորվում, որ ասպեկտներում եք դա նկատում։ Դա դրսևորվում է նախ համագործակցության ավելի մեծ պատրաստակամությամբ, դա դրսևորվում է տարբեր վեհաժողովների տարբեր պաշտոններում Հայաստանի տեխնացուների ընտրությամբ, օրինակ ես Հայաստանի պատմության առաջին անգամ վեհաժողովում դարձել եմ հանձնաժողովի նախագահ մարդու իրավունքների հումանիտար հարցեր։ Օրինակ ԵԽԽՎ-ում մեր իմ գործընկեր Արուսյակ Ջուլակյան դարձել է ԵԽԽՎ փոխնախագահ։ Սրանք բաներ են, որ շատ նախկինում հաճախ բաներ լինում, հա, մեր հակամարտության պատճառով Ադրբեջանի կողմից կամ հակառակը մեր կողմից խնդիրներ են ստեղծում։ Հիմա մթնոլորտը մի քիչ ավելի դրական է դարձել նաև ռետորաբանության տեսանկյունից։ Հիմա այս վերջի կես տարում ես նկատում եմ, որ ավելի ռետորաբանություն նաև ադրբեջանական կողմի նվազել է ելույթներին, քաղաքական մակարդակում ելույթների ընթացքում։ Կրկին, այս շատ կարևոր է այս բազմակողմ հարթակներում ակտիվ լինելը եւ բազմակողմ հարթակներում հիմա մենք հնարավորություն ունենք ոչ միայն Հայաստանը ներկայացնել եւ Հայաստանի հարցերով միայն հանդես գալ, այլ նաև գլոբալ թեմաների քննարկումներին մենք ավելի շատ հնարավորություն եւ ժամանակ ենք ստացել խաղաղության բերումով ավելի մասնակից լինել, դա կլինի կլիմայի փոփոխությունը, դա կլինի տերորիզմի դեմ պայքարը գլոբալ եւ այլն եւ այլն։ Պարոն Խանդարյան, ընդդիմությունը մեղադրում է ձեզ Թուրքիայի հանդեպ մշտական զիջումների, պարտվողական քաղաքականության եւ դրա դիմաց ոչինչ չստանալու մեջ։ Օրինակ վերջին թարմ օրինակը, հա, որ զիջումների, ինչպես նրանք են նաև ասում, մեր այդ մուտքի կնիկներից Արարատի պատկերի հեռացումն է, նաև վերջերս տեղեկատվություն կար, լրատվամիջոցները գրել էին արտգործնախարարության հողմանելով, որ մոտ 1 տարի է, ինչ հայկական կողմը Ախուրյանի հատվածում այդ գետի ափին որոշակի ափամերձ շինարարություն անելու համար սպասում է, որ Թուրքիան իր համաձայնությունը տա, չնայած որ պայմանագրով դա նախատեսված չէ։ Եվ նման եւս այլ երևույթներ եւ հանգամանքներ, որտեղ կարծես թե հայկական կողմը ամեն դեպքում իր քայլերը պայմանավորում է Անկարայի բարյացկամությամբ, նրա համաձայնությամբ։ Սա ինչպես կարող եք մեկնաբանել։ Ես կարծում եմ, որ մեր կառավարության դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, հա, պատրաստակամության տեսանկյունից գրեթե չի տարբերվում նախորդ կառավարությունների նույն պատրաստակամությունից եւ գուցե մի փոքր, այսինքն նախորդ բոլոր կառավարությունները Հայաստանի հայտարարել են, որ պատրաստ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ ունենալ դիվանագիտական հարաբերություն եւ ակնկալում են, որ Թուրքիան կբացի Հայաստան-Թուրքիա սահմանը։ Հայաստանը եւս այս ակնկալիքն ունի եւ Հայաստանը որևէ քայլ չի արել, որը կարելի է նկարագրել որպես զիջում այս համատեքստում։ Ես կարող եմ պնդել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության մակարդակը հիմա բավականին բարձր է եւ ես ունեմ մեծ ակնկալիքներ, որ մինչեւ տարվա վերջ կամ մյուս տարվա սկզբում որոշակի տեղաշարժեր կլինեն։ Ինչ վերաբերում է այդ շատ երկար քննարկված մուտքի կնիքին եւ դրա վերաբերյալ այդ շահարկումներին, ես կարող եմ համոզված կերպով ասել, որ Թուրքիան նման պահանջ Հայաստանի Հանրապետությանը չի ներկայացրել եւ այս հարցը եւս Հայաստանի ներպետական օրակարգի հարց է եւ սա իմ կարծիքով բխում է իրական Հայաստանի գաղափարախոսությունից ու նաեւ որոշակի տեխնիկական պահանջների պիտի բավարարի մեր այդ մուտքի կնիքը, ես որքան գիտեմ դրա շրջանակներում է դա փոփոխվել, բայց օրինակ մենք կարող ենք հիշեցնել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը 2009 թվականին, երբ որ Հայաստանի ազգային հավաքականի
շապիկներից անվեց Արարատի պատկերը, հիմա շատ տարակուսելի է, որ նույն մարդիկ մեզ մեղադրում են մուտքի կնիքի վրայից Արարատի պատկերը հանելու մեջ, որը կրկին ես պնդում եմ, որ այս հարցով Թուրքիան որևէ կերպ Հայաստանի որևէ պահանջ չի ներկայացրել, եւ ես համարում եմ, որ շատ տրամաբանական է, որ Հայաստանի մուտքի կնիքի վրա, եթե պիտի լինի որևէ գեղագիտական պատկեր, դա պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ պատկերը պետք է արտացոլի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ես կարծում եմ, որ բանակցությունները եւ նորմալացման գործընթացը նորմալ է ընթանում ու պետք է սպասել դրական արդյունքների։ Որոշակի բաներ կան, օրինակ թուրքական ավիաուղիներն է հայտարարել, որը եւս որոշակի քննարկումների արդյունքում է տեղի ունեցել, որ թուրքական ավիաուղիները թռիչքներ բացի Հայաստան, նաև ակնկալվում է, որ ակադեմիական փոխանակման ծրագրեր կսկսվեն Հայաստանի եւ Թուրքիայի ուսանողների միջև, գիտեք, անի կամուրջի վերականգնման հարցն է քննարկվում, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է եւ արդեն նույնիսկ մի քիչ ուշ է, պետք է Թուրքիան օր առաջ բացի Հայաստան։ Որոնք են խոչընդոտները, որ մինչ այս օրինակ 22 թվականից, եթե չեմ սխալվում, այդ կար այդ պայմանավորվածությունը, երրորդ երկրների քաղաքացիների համար այդ սահմանը բացել։ Մեզ համար որևէ խոչընդոտ չկա։ Թուրքիայի համար մշտապես գիտենք, որ եղել է շարունակաբար փորձել է պայմանավորել Ադրբեջանի դիրքորոշման հետ, բայց ես կարծում եմ, որ օգոստոսի 8-ից հետո նաև դա է, հա, խաղաղության հռչակագրից հետո այդ հարցն է կարծես օրակարգից դուրս եկել եւ մենք շարունակում ենք բանակցել եւ Թուրքիային ցույց տալ, որ որևէ խոչընդոտ չկա։ Պարոն Խանյանյան, Ադրբեջանը դուք կարծում եք, որ Ադրբեջանը ամեն դեպքում պահպանում է հաշվի առնելով բազմամիլիարդավոր ներդրումները թուրքական տնտեսությունում, էներգետիկ համագործակցությունը եւ այլ ասպեկտներ, ամեն դեպքում Ադրբեջանը դեռ մինչև հիմա թելադրում է իր օրակարգը եւ կարողանում է թուրք գործընկերներին իր հետ պահել Հայաստանի հետ ավելի կառուցողական երկխոսելուց։ Կա այդ ըմբռնումը Թուրքիան եւ Ադրբեջանը այսպես դաշնակից երկրներ են եւ դա տարբեր կերպ է դրսևորվել եւ շարունակում դրսևորվել եւ այստեղ կարծում եմ ոչ միայն Ադրբեջանի ազդեցությունի Թուրքիայի վրա, դա փոխազդեցությունների հարց է եւ մեր ամբողջ նպատակն է, որպեսզի Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները չպայմանավորվեն այդ փոխազդեցություններով, բայց Հայաստանը չի պատրաստվում որևէ կերպ խանգարել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությանը, ես կարծում եմ դա մեր անելիքը չէ։ Դեռ այս տարվա մարտին դուք ձեր ադրբեջանցի գործընկերոջը առաջարկել էիք հանձնաժողովների մակարդակով սահմանամերձ որևէ հատվածում հանդիպում կազմակերպել, այն ժամանակ այդ նախաձեռնությունը կարծես թե համարժեք չընկալվեց, ամեն դեպքում մենք ընդառաջ քայլ չտեսանք, հիմա մնում է այն դեռ ուժի մեջ արդյոք եւ նոր նախաձեռնություն, նոր գաղափարներ կան այս պահին այդ երկխոսությունը նաեւ խորհրդարանական դաշտ տեղափոխելու։ Նոր նախաձեռնություն այս պահին իմ կողմից չկա, բայց բաց է իհարկե այդ առաջարկությունը։ Իհարկե հիասթափեցնող էր արձագանքը կամ արձագանքի բացատրությունը։ Ինչու՞ չարձագանքեցին ձեր կարծիքով։ Մանավանդ եթե հաշվառենք, որ մարտ ամսին մենք համաձայնեցրել էինք արդեն խաղաղության պայմանագրերին արձագանքեցին, չեմ կարող ասել, որովհետև հակառակ կարող եմ ասել, որ օրինակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշակի խոսակցություն, այսինքն շփումներ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջև կան եւ դրանք եղել են վերջին մի քանի տարիներին, այսինքն եղել են նաեւ այդ խոսակցությունները շատ սրվել են իրավիճակի եւ հանգամանքի բերումով, բայց միշտ խոսել ենք իրար հետ, թե ինչի արտաքին հարաբերությունների անձնաժողովի նախագահը նման արձագանք տվեր, չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ հիմա էլ ավելի լավ պահ է այդ շփումները շարունակել, որովհետեւ ի վերջո մի օր պիտի այդ խորհրդարանները բանանեն, նաև խորհրդարանների նախագահների մակարդակով են եղել արդեն շփումներ։ Ես կարծում եմ, որ ամբողջության անձնական հարթության հարց է, էլի։ Պարոն Խանյանյան, շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, մեր հյուրը ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էր։ Կհանդիպենք։